շատ խոսվեց եկեղեցու հետ կապված իրադրության մասին։ Այո, փորձ են անում ներկայացնել, թե մենք պայքարում ենք եկեղեցու դեմ։ Իրականում մենք կանգնել ենք եկեղեցու սրբության սրբոցը նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։ Մենք այսօր այլ բան չենք անում, քան եկեղեցու 356 թվականի Աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելն է։ Աշտիշատի ժողովում սահմանվեց, որ եկեղեցու վերնախավը պետք է լինի կուսակրոն։ Ինչու՞։ Առաջինը դավանաբանական հիմնավորումներով, որովհետև այդ դավանաբանական հիմնավորումներն է, որ եկեղեցու եւ Հիսուս Քրիստոսի եկեղեցու ծառաները ամենանվիրված եւ հավատարիմ ծառաները պետք է մոռանան անձնական կյանքի մասին, պետք է մոռանան ամուսնության մասին եւ պետք է ամուսնանան եկեղեցու հետ, պետք է անձնական կյանք ունենան եկեղեցու հետ, իրենց անձնական կյանքը պետք է պարփակված լինի Հիսուս Քրիստոսի ծառայության եւ ոչ որևէ այլ բանի մեջ։ Եվ այս նվիրապետության շնորհիվ է նաեւ, որ պետք է երաշխավորվեր եկեղեցու բարոյական, գաղափարախոսական եւ նյութական անվտանգություն այդ թվում, որովհետեւ այս որոշման տրամաբանության մեջ նաեւ այն էր, որ եկեղեցու ունեցվածքի նկատմամբ ուղակի կամ անուղակի ժառանգական իրավունքներ չծագեն, որովհետեւ ամենայն հայոց կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցու գույքի տերն է երկրի վրա։ Եթե հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը ունի ժառանգներ, այստեղ անխուսափելիորեն ծագում է ժառանգական իրավունքը։ Կուսակրոնության, նվիրապետության ուխտը, նվիրապետությունը նաև նրա համար է սահմանվել, որ անձնավորված որոշումներ չլինեն եւ դրա եթե ես հատուկ կարդացի կուսակրոնության ուխտագիրը, որտեղ մարդը անձնական բոլոր բաներից, բոլոր այսպես արտոնություններից կամավոր զրկվում է։ Իսկ այսօր մենք հակառակ պատկերն ունենք։ Մոմի գործի բանը 1000 ներողություն ես բառիս համար, մոմի գործի նայողը կաթողիկոսի աղբոր տղան է, կաթողիկոսի չէ, Կտրիչ Ներսիսյանի։ Ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիչ Ներսիսյանի եղբայրն է։ Այն մյուս թեմի առաջնորդը իր քրոջ որդին է։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից։